Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մյուս երկու հարևանները մեր Վրաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն, ավանդական շատ ջերմ հարաբերություններ եւ այս եղել են բազմաթիվ շփումներ, բարձրագույն մակարդակներով։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ էլի ձեռք են բերվել պայմանավորություն Հայաստան-Իրան հարաբերությունները, դե յուրե նաև ռազմավարական բնույթի վերածելու, թե դրանք իրականում ռազմավարական եւ վաղուց ռազմավարական գործընկերություն այդ դե յուրե նաև ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին, քանի խոսում ենք ռազմավարական գործընկերություններից անցած տարում մեզ հաջողվել է ուրեմն կհիշեք հունվարին էլի ռազմավարական գործընկերություն հաստատել Միացյալ Նահանգների հետ, էլի բազմաթիվ քննադատություններով, թե ինչպես կարելի է այդպիսի քայլի գնալ հեռացող ադմինիստրացիայի հետ, ինչպես տեսակ նոր վարչակազմում Միացյալ Նահանգների վերահաստատեց Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայաստանի հետ ունենալ ռազմավարական գործընկերություն եւ ավելին նույն օգոստոսի 8-ին, որի մասին ես քիչ առաջ խոսեցի Հայաստան-Ադրբեջան կոնտեքստում, նաեւ եղավ ձեռքբերումներ երկկողմ Հայաստան-Միացյալ Նահանգներ տեսանկյունից կամ կոնտեքստում 3 հուշագրեր ստորագրվեցին եւ թրիպի եւ Հայաստանի ենթակառուցվածքին աջակցելու մասին, էներգետիկա, ուրեմն արհեստական բանականություն, դատա տվյալների կենտրոններ եւ այլն, եւ էլի լսեցինք քննադատություն, որ սրանք հռչակագրային բնույթի բաներ են, մեզ ոչինչ չտվող եւ շատ կարճ ժամանակ անց մենք տեսանք, որ ամերիկյան էական մասնակցությամբ եւ մեծ հավակնություններով ուրեմն արհեստական բանականության եւ տվյալների կենտրոնի ուղղությամբ աշխատող ընկերություններ, նույն NVIDIA-ի մասնակցությամբ մուտքը եւ հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում, այնպիսի տեխնոլոգիաների ստացումը նույն NVIDIA-ից, ինչպիսիք որ Միացյալ Նահանգները, որոնց որ Միացյալ Նահանգները շատ զգայուն են վերաբերվում եւ ամենևին ամեն պետություն չի, որ այդ տեխնոլոգիաները կարող են տրամադրվել եւ այլն, հետո դա ամրապնդվեց նաեւ փոխնախագահ Վենսի այցով եւ հնչած հայտարարություններով ամբողջ հրապարակային է կարող եք մանրամասներ ինքներդ տեղեկանալ եվրոպական ուղղությամբ մենք գործընկերություն ու ռազմավարական ամրագրեցինք Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի հետ, Գերմանիայի հետ երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ, Ֆրանսիայի հետ էլի ասել ենք այս մասին քննարկումներ եղել են եւ կա պայմանավորվածություն առաջիկա պատեհ առիթին նույնպես այդ ռազմավարական գործընկերությունը հրճակել Միացյալ Թագավորության հետ նորից ռազմավարական երկխոսությունից այսպես ասած upgrade արեցինք, բարձրացրեցինք ռազմավարական գործընկերության մասին բարձրացնելու մտադրություն ենք հայտնել դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն ուրեմն գործընկերության ռազմավարական օրակարգը այս կարող ենք միացնել որևէ մեկը պուլտի տեղը գիտի ռազմավարական օրակարգը ստորագրվեց շնորհակալություն Եվրոպական միության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ, ստորագրվել եւ ուժի մեջ է մտել Հայաստան-Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը, սա նշանակում է, որ մենք մեր ընտրությամբ կարող ենք մասնակցել Եվրոպական միության տարբեր առաքելությունների, քաղաքացիական առաքելությունների Հայաստանի Հանրապետությունը ստացավ երկրորդ ուրեմն տրամադրումը խաղաղության, եվրոպական խաղաղության գործիքի ներքո եւ էլի ասել ենք, որ մենք արդեն երրորդի համար ենք դիմել, խոսքը 20 միլիոնի մասին էր, 20 միլիոն եվրոյի աջակցության մասին էր երկրորդի դեպքում Վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ առաջընթաց է գրանցվել Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման
գործողությունների պլանը շարունակում է իրականացվել արդեն ամփոփվել ավարտին հասցվել Հայաստանի համար դիմականություն եւ աճ ծրագիրը ընդհանրապես երկրորդ փուլը այս տարի մայիսին մենք կհյուրընկալենք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, նաև Հայաստան Եվրոպական միություն առաջին գագաթաժողովը տեղի կունենա Երբ խոսում ենք Հայաստան եւ Եվրոպական միության մասին հարաբերություններից, երևի առաջինը, որ պետքա նկատենք, թեև ժամանակագրորեն ես վերջին այս մասին խոսեցի, ձեր կողմից, խորհրդարանի կողմից ընդունված օրենքն է, որով որ հայտարարվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականության մասին մեկնարկել Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթացը, ասիական ուղղությամբ եւս ունենք ձեռքբերումներ Չինաստանի եւ Ղազախստանի հետ կրկին հաստատվեցին ռազմավարական գործընկերություններ, ընդ որում էլի մեծ վերապահումներ եւ քննարկումներ կային որոշ փորձագիտական շրջանակների կողմից, թե ինչպես է հնարավոր անել մեկը կամ մյուսը, մեր շարունակաբար փորձում էին եւ դեռ փորձում են կանգնացնել որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական ընտրության, որևէ բևեռի միանշանակ եւ անվերապահ հարելու կամ միանալու անհրաժեշտության մեջ, սա մեր քաղաքականությունը չէ, մենք խորապես համոզված ենք, որ պետք է եւ սա է Հայաստանի Հանրապետության համար ճշմարիտ ճանապարհը եւ մենք շարունակելու ենք այդ ուղով գնալ, այն է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը եւ կոնկրետ եւ Միացյալ Նահանգների Եվրոպական միության հետ մի կողմից, Չինաստանի այդ մյուս կողմից ռազմավարական գործընկերությունները վկայում են այդ քաղաքականության հաջողության մասին Դե տրադիցիոն մենք մերձավոր արևելքի հետ ունենք շատ եւ մասնավորապես ծոցի երկրների հետ ունենք շատ լավ եւ զարգացող հարաբերություններ Սաուդյան Արաբիայի հետ առաջին անգամ ուրեմն ստորագրեցինք ԱԳՆ-ների միջև փոխգործակցության մասին փաստաթուղթ Սիրիայում նոր իշխանությունների ուրեմն հետ հարաբերությունների հաստատում կապերի ընդլայնում Աֆրիկյան մայրցամաքը մեզ համար նոր հարաբերականորեն նոր ուղղություններ շարունակելու ենք այս ճանապարհով գնալ եւ մեր համար թույլ տրվի ասել բացահայտել Աֆրիկան առաջին անգամ դեսպան ենք հավատարմագրել Էրիթրեայում, Գանայում, Կահիրեից ենք ծածկում պայմանականորեն քաղաքական խորհրդակցություններ առաջին անգամ անցկացրել ենք Եթովպիայի հետ, Բենինի հետ Քենիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Նամիբիա, Սենեգալ, ԱԳՆ-ների հետ անցկացվել են առցանց ձևաչափով հանդիպումներ, Անգոլայի հետ երկու փաստաթուղթ ենք ստորագրել, էլի կարելի է ասել, որ շատ լուրջ քայլեր ենք արել եւ շարունակելու ենք։ Հեռավոր արևելքի ուղղությամբ դրական դինամիկան ակնհայտ է, Չինաստանը ասեցի, Հնդկաստանի հետ արդեն կարող ենք ասել ավանդական շատ ջերմագույն հարաբերություններ, Ճապոնիա, Կորեա, Վիետնամ, Մոնղոլիա, կառանձնացնեի վարչապետ Փաշինյանի այցը Ճապոնիա սեպտեմբերի սկզբին։ Հարավային Ամերիկան եւս ես կուզեի նշել նաեւ իմ այցը Բրազիլ, բազմաթիվ այլ բարձրաստիճան շփումներ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել անցած տարի 3 երկրների հետ Լեսոտո, Սողոմոնյան կղզիներ եւ Պակիստան, նո հատկապես Պակիստանի դեպքում գիտեք տարիներ շարունակ կոնկրետ ասենք խնդիր կար, դա մի թնջուկ էր, որը կապվում էր նաեւ Հայաստան-Ադրբեջան Հայաստան-Թուրքիա հարաբերություններով անցած տարի մեզ հաջողվեց հասնել փոխըմբռնման եւ հաստատել եւ նաեւ պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին հաստատեցինք դիվանագիտական հարաբերություն այժմ կապի մեջ ենք եւ դեսպաններ ենք հավատարմագրելու ոչ ռեզիդենտ այս փուլում բայց այդ process-ի մեջ ենք իսկ ռեզիդենտ դեսպանություններ մենք հիմնել ենք Կիպրոսում, Հունգարիայում, Օմանում մի քանի օր առաջ Օմանում նաեւ պաշտոնական բացման, այսպես ասած, ինագուրացիայի արարողություն տեղ ունեցավ իմ օմանցի գործընկերոջ հետ մասնակցությամբ։ Շվեյցարիայում, Բեռնում եւս, բայց դե արդեն այս տարի էր դեսպանության հիմնում նկատվում եւ բացումն էլ։